Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ այժմի համար առանձնացրել եմ այսօր առավոտյան եւ երեկոյան տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անսովոր քայլ է կատարել։ Շնորհակալություն Իրանին ավելի քան 800 քաղաքական բանտարկյալների մահապատիժների չեղարկման համար։ Այսօր Palm Beach ուղևորվելիս Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են նախատեսված մահապատիժները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները կարող է ռազմական հարվածներ հասցնել Իրանին, եթե զանգվածային բողոքների ընթացքում շարունակվեն սպանությունները։ Չնայած զոհերի թիվը շարունակում է բարձր մնալ, Թրամփը ակնարկել է, որ ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությունն այժմ նվազել է։ Նրա խոսքով Իրանը դադարեցրել է թե սպանությունները, թե մահապատիժները եւ ինքը մեծ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը։ Միաժամանակ նախագահ Թրամփը նշել է, որ ինքը անձամբ է որոշում կայացրել հետ կանգնել նախկին ռազմական սպառնալիքներից, ընդգծել է, որ իրավիճակը Իրանում շարունակում է մնալ բարդ եւ զգայուն։ Շարունակենք Իրանի թեմայով։ Իրանում իրականացված մահաբեր ճնշումներից հետո ըստ ամենայնի առայժմ հիմնականում դադարեցրել են բոլոր բողոքի ցույցերը։ Մարդու իրավունքների կազմակերպությունների եւ տեղացիների փոխանցմամբ, թե պետական լրատվամիջոցները ուրբաթ հաղորդել են նոր ձերբակալությունների մասին, զանգվածային ցույցեր ներկայում չեն արձանագրվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իրեն տեղեկացրել են, որ Իրանում սպանությունները դադարեցվում են կամ դադարեցվել են, առայժմ նշանակում են, որ Միացյալ Նահանգների հնարավոր հարձակման վերաբերյալ մտավախությունները նվազել են։ Թեհրանի մի քանի բնակիչներ հայտնել են, որ մայրաքաղաքում իրավիճակը խաղաղ է եղել։ Նրանց խոսքով քաղաքի վրա անօթաշու թռչող սարքեր նկատվել են, սակայն հինգշաբթի եւ ուրբաթ օրերին զանգվածային բողոքի ակցիաների որևէ նշան չեն տեսել։ Իրանական քուրդ մարդու իրավունքների կազմակերպությունը հենորեն նույնպես հայտնել է, որ բողոքի ցույցերը դադարեցվել են։ Ուրբաթ որոշ շրջաններում գրանցվել են անկանոն անկարգությունների մասին հաղորդումներ, սակայն ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների հարանակ կազմակերպության տվյալներով բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը վերջին օրերին էականորեն չի աճել կամ չի փոխվել։ Այդ կազմակերպության հաշվարկով դեկտեմբերի վերջից սկսված բողոքի ալիքներից ի վեր զոհվել է 2700 մարդ, որոնց նշող մեծամասնությունը ցուցարարներ են։ Իրանի պաշտոնյաներից մեկը այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ անկարգությունների ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ։ Այս թվերն իհարկե այս պայդրությամբ ճշտել հնարավոր չէ եւ զգալիորեն նաեւ գերազանցում են նախորդ տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ճնշված բողոքի ալիքների զոհերի քանակը։ Իրանի ընդդիմադիր առաջնորդ Ռեզա Փահլավին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է փլուզման շեմին եւ կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ աջակցել Իրանի ժողովրդին։ Մամուլի ասուլիսի ընթացքում Փահլավին հայտարարել է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում Իրանում տեղի ունեցած բռնաճնշումների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, դրանք որակելով որպես զանգվածային հանցագործություններ մարդկության դեմ։ Նրա խոսքով ռեժիմը ցուցարարներին սպանել է փողոցներում, հիվանդանոցներում, ուղարկավորել անանուն գերեզմաններում։ Փահլավին ընդգծել է, որ Իրանում ընթացող պայքարը տարեփոխումների հարց չէ, այլ օկուպացիայի եւ ազատագրման պայքար եւ հայտարարել, որ ժողովուրդը պահանջում է իր առաջնորդությունը երկրի անցումային շրջանը ղեկավարելու համար։ Նա հայտնել է, որ բանակի եւ անվտանգության ուժերի զգալի մասն էլ հրաժարվում է մասնակցել խաղաղ բնակչության դեմ գործողություններին, իսկ տասնյակ հազարավոր զինվորականներ պատրաստ են անցնել ժողովրդի կողմը։ Ընդդիմադիր առաջնորդը հայտարարել է, որ ունի հստակ ծրագիր Իրանում կարգավորված եւ ժողովրդավարական անցում ապահովելու համար, որը ներառում է անցումային կառավարություն, հանրաքվե, նոր սահմանադրության մշակում եւ ազատ ընտրություններ։ Փահլավի միջազգային հանրությունից պահանջել է 6 հիմնական քայլ՝ թույլատնել ռեժիմի ճնշման մեխանիզմները, սահմանել առավելագույն տնտեսական պատժամիջոցներ, ապահովել ազատ ինտերնետ եւ կապի միջոցներ Իրանում, միջազգային մակարդակով պատասխանատվության ենթարկել ռեժիմի ներկայացուցիչներին, պահանջել բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը եւ պատրաստվել ճանաչելու ապագա անցումային կառավարությունը։ Նրա խոսքով Իրանի ժողովրդին աջակցությունը բարեգործություն չէ, այլ համաշխարհային անվտանգության անհրաժեշտ պայման, քանի որ գործող ռեժիմը տասնամյակներ շարունակ եղել է տարածաշրջանային անկայունության աղբյուր։ Փահլավին հայտարարել է, որ անկախ արտաքին միջամտությունից Իրանի ժողովուրդը շարունակելու է պայքարը, սակայն միջազգային վճռական աջակցությունը կարող է արագացնել ռեժիմի փլուզումը եւ փրկել հազարավոր կյանքեր։ Վերջին թեման այս հարցով ՄԱԿ-ում բարձրացվել է մտահոգություն Իրանում շարունակվող իրավիճակի շուրջ ընդգծելով, որ այն մնում է փոփոխական եւ վտանգավոր։
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչի խոսքով Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են թեև ավելի փոքր մասշտաբով, քան նախորդ շաբաթ։ Միաժամանակ մտահոգիչ են գնահատվել հանրային հայտարարությունները, որոնք ակնարկում են Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածների մասին։ Ըստ ՄԱԿ-ի, արտաքին այդգործոնը լրացուցիչ անկայունություն է հաղորդում արդեն իսկ լարված իրավիճակին։ ՄԱԿ-ում կարծում են, որ Իրանի հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում միջուկային խնդիրները եւ ներքին բողոքի ցույցերը պետք է լուծվեն բացառապես դիվանագիտության եւ երկխոսության միջոցով։ Կառույցը կոչ է արել առավելագույն զսպվածության։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները լիովին կանգնած են Իրանի ժողովրդի կողքին։ Նրա խոսքով անկախ Իրանի իշխանությունների ներկայացրած պատճառաբանություններից երկրի տնտեսական ծանր վիճակի եւ ազատությունների ճնշման ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող ռեժիմը, որը պատասխանատվության է ենթարկվելու։ ԱՄՆ ներկայացուցիչը մերժել է Իրանի իշխանությունների պնդումները, թե բողոքի ցույցերը արտաքին ուժերի կողմից կազմակերպված դավադրություն է, նշելով, որ ռեժիմը նման հայտարարություններ է անում, քանի որ երբևէ այսքան թույլ չի եղել եւ վախենում է սեփական ժողովրդից։ Նրա խոսքով Իրանը հայտարարում է երկխոսության պատրաստակամության մասին, սակայն իրական գործողությունները հակառակն են ցույց տալիս։ Ըստ Միացյալ Նահանգների, խոսքը ռեժիմի մասին է, որը տասնամյակներ շարունակ իշխել է բռնությամբ, ահաբեկմամբ եւ ճնշումներով ապակայունացնելով մերձավոր Արևելքը։ ԱՄՆ ներկայացուցիչը շեշտել է, որ բավական է եւ միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել իրանական ժողովրդին վերջ դնելու ռեժիմի անտեսմանը եւ ճնշումներին։ Նա հավելել է, որ նախագահ Թրամփը գործողությունների մարդ է եւ հստակ հասկացնել է տվել, որ բոլոր տարբերակները սեղանին են բռնությունները կանգնեցնելու համար եւ դա լավ գիտակցում է Իրանի ղեկավարությունը։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, եղեք ավելի ակտիվ ու լայք դրեք լուրերի թողարկումներին, դրանով աջակցելով մեզ ավելի լայն լսարանին հասանելի դառնալու հարցում կանխավ շնորհակալ եմ։ Եվ շարունակենք լուրերը։ Երեք դաշնային գործակալները խուզարկություններ են իրականացրել Լոս Անջելեսի Fashion District-ում, լարված իրավիճակ ստեղծելով վաճառողների եւ գնորդների շրջանում։ Union del Barrio եւ Citizen.com-ը իրենց հարթակներում հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում են դաշնային գործակալները Maple պողոտայի եւ արևելյան 11-րդ փողոցի հատվածում մեծածախ հագուստի, առևտրու, գոտու կենտրոնում։ Ականատեսների փոխանցմամբ գործակալները շրջել են տարածքում, այցելել վաճառողներին եւ պահանջել քաղաքացիության կամ իրավական կարգավիճակի ապացույցներ։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը մտահոգություն է հայտնել գործողության կապակցությամբ, այն անվանելով անհանգստացնող։ Նրանք կրկին հարվածեցին Fashion District-ին, այդ նույն Fashion District-ին, որը դեռևս չէր վերականգնվել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խուզարկություններից, ասել է Բասը։ Նրա խոսքով սպիտակ տնից եկող ճնշումը գնալով ավելի վախեցնող է, իսկ այսի գործողությունները մարդկանց ստիպում են ապրել մշտական վախի մեջ, չիմանալով, թե երբ եւ որտեղ կարող են հայտնվել դաշնային գործակալները։ Դաշնային գործակալները նույն շրջանում խոշոր գործողություններ էին իրականացրել նաեւ 2025 թվականի հունիսին։ Այդ ժամանակ քաղաքային պաշտոնյաները հայտնել են, որ Fashion District-ի բիզնեսները լուրջ վնասներ են կրել, քանի որ աշխատողները եւ գնորդները վախեցել են վերադառնալ։ Վաճառքները ըստ պաշտոնական տվյալների նվազել էին մոտ 30%-ով։ Այս վայրդրությամբ չի հաստատվել արդյոք երեք իրականացված գործողության ընթացքում ձերբակալություններ եղել են, թե ոչ։ Մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն ու լարվածության սրացումը Մինեապոլիսում նոր սպառնալիքի պատճառ են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել ապստամբության մասին օրենքը Մինեսոտա նահանգում զինված ուժեր տեղակայելու համար։ Սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ Թրամփը մեղադրել է Մինեսոտայի դեմոկրատ ղեկավարությանը իր խոսքով գրգռիչների եւ ապստամբների դեմ միջոցներ չձեռնարկելու մեր զգուշացնելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմի ապստամբության մասին օրենքի կիրառմանը։ Նա արդեն իսկ տարածաշրջան է ուղարկել մոտ 3000 դաշնային իրավապահ։ Միևնույն ժամանակ նահանգային իշխանությունները մեղադրում են դաշնային գործակալներին իրավիճակը սրելու մեջ։ Վերջին օրերին դաշնային ուժերը մի քանի բախումների ընթացքում կիրառել են արցունքաբեր գազ ցուցարարների նկատմամբ, իսկ դրանից առաջ սպանվել էր 1 մարդ եւ մեկն էլ վիրավորվել էր ոտքից։ 1807 թվականին ընդունված ապստամբության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս կիրառել բանակը կամ ազգային գվարդիան ներքին անկարգությունը ճնշելու համար։ ԱՄՆ գերագույն դատարանը նախկինում որոշում է կայացրել, որ միայն նախագահն ունի իրավասություն որոշելու արդյոք օրենքի կիրառման պայմանները բավարարված են, թե ոչ։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ պատմության գյուղական առողջապահության ոլորտում ամենախոշոր ներդրման մասին, հայտարարելով $50 միլիարդ նոր ծրագիր, որը նախատեսված է երկրի բոլոր նահանգների գյուղական համայնքների համար։ Նախագահի խոսքով 5 տարվա ընթացքում նախատեսված այս ներդրումը կուղղվի գյուղական հիվանդանոցների վերականգնմանը, բժշկական աշխատուժի ուժեղացմանը, տեխնոլոգիական արտիականացմանը եւ առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Medicaid համակարգում բացահայտված լայնածավալ խարդախության, վատնման եւ չարաշահումների կրճատման հաշվին։ Թրամփը կոչ
կոշտ քննադատության է ենթարկել Օբամաքերը, այն անվանելով անմատչելի առողջապահական համակարգ, հայտարարելով, որ տարիներ շարունակ ապահովագրական ընկերությունները հսկայական շահույթներ են ստացել պետության հաշվին, մինչդեռ գյուղական հիվանդանոցները մնացել են ֆինանսավորման եզրին։ Նախագահն ներկայացրել է նաև իր նոր նախաձեռնությունը մեծ առողջապահական պլան, որի առանցքային դրույթներից մեկն է դեղերի գների կտրուկ նվազեցումը ամենաշահավետ երկրի սկզբունքով։ Ըստ այդ մեխանիզմի Միացյալ Նահանգների դեղերի համար կվճարվեն նույն գները, ինչ ամենացածր վճարվող երկրները աշխարհում։ Թրամփի խոսքով ամերիկացիները տարիներ շարունակ վճարել են նույն դեղերի համար 10-ից 13 անգամ ավելի բարձր գներ, քան եվրոպական երկրներում։ Նա ընդգծել է, որ նոր ծրագրի նպատակն է ապահովագրական միջնորդների դուրս մղումը համակարգից, գումարների ուղղակի փոխանցումը քաղաքացիներին, բժշկական ծառայությունների գների լիարժեք թափանցիկությունը եւ առողջապահական ծախսերի էական նվազեցումը։ CMS-ի ղեկավար դոկտոր Մեհմեդ Օզը նշել է, որ գյուղական առողջապահության համար նախատեսված 50 միլիարդ դոլարը կբաշխվի նահանգների միջոցով, թույլ տալով տեղական իշխանությունների մշակել սեփական լուծումները։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում մոտ 60 միլիոն գյուղաբնակ ամերիկացիներ այսօր ունեն ավելի կարճ կյանքի տևողություն առողջապահական հասանելիության պակասի պատճառով, եւ այս ծրագիրը կոչված է փոխել այդ իրականությունը։ Նախագահի հայտարարությունը ողջունել են մի շարք նահանգապետեր եւ կոնգրեսականներ, ընդգծելով, որ ծրագիրը կարող է արմատապես փոխել գյուղական համայնքների ապագան, ապահովելով հեռաբժշկություն, ռոբոտացված վիրաբուժություն, դեղերի դրոնային մատակարարում եւ բժշկական կրթության նոր մոդելներ։ Դոնալդ Թրամփը կոչ է արել կոնգրեսին հնարավորինս արագ օրենքի ուժ տալ ծրագրին, նշելով, որ սա կարող է դառնալ Միացյալ Նահանգների առողջապահական համակարգի պատմության ամենախոշոր հեղափոխությունը։ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը եւ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին լուրջ հակասությունների մեջ են հայտնվել։ Կենտրոնական բանկի ղեկավարը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական քննություն է սկսել իր դեմ կոնգրեսի մոլորեցնելու ենթադրյալ մեղադրանքով։ Թեև քննությունը պաշտոնապես կապված է դաշնային պահուստային համակարգի վարչական շենքերի վերանորոգման ծրագրերի հետ, Փաուելի խոսքով դա պարզապես պատրվակ է։ Նա նշել է, որ քրեական մեղադրանքի սպառնալիքը հետևանքի այն բանի, որ դաշնային պահուստը տոկոսադրույքները սահմանում է հանրային շահից ելնելով, այլ ոչ թե նախագահի նախընտրություններին համապատասխան։ Քրեական հետաքննությունը լարվածության կտրուկ սրացում է Սպիտակ տան եւ դաշնային պահուստային համակարգի միջև։ Սակայն ինչպես հասավ իրավիճակը այս աստիճանի։ Թրամփի դժգոհությունը դաշնային պահուստից սկսվում է տոկոսադրույքների հարցից։ Նա բազմիցս պահանջել է ավելի արագ եւ ավելի կտրուկ նվազեցնել տոկոսադրույքները, հայտարարելով, որ դա կխթանի տնտեսությունը։ Թրամփը պնդում է, որ տոկոսադրույքները պետք է իջեցվեն մինչև 1% մակարդակ, որը սովորաբար հանդիպում է միայն ճգնաժամային իրավիճակներում։ Նա բազմիցս քննադատել է դաշնային պահուստի զգուշավոր քաղաքականությունը, Փաուելին անվանելով ուշացած Փաուել եւ անգամ սպառնալով նրան պաշտոնանկ անել։ Դաշնային պահուստային համակարգը կոնգրեսի կողմից ստեղծվել է այնպես, որ պաշտպանված լինի քաղաքական ճնշումներից։ Վերահեկավար խորհրդի 7 անդամները պաշտոնավարում են 14 տարի ժամկետով, ինչը թույլ չի տալիս որևէ նախագահի նշանակել խորհրդի մեծամասնություն։ Այնուամենայնիվ, Թրամփը փորձել է պաշտոնանկ անել նաև դաշնային պահուստի մեկ այլ ղեկավարի Լիզա Քուքին, որը մեղադրվում է հիփոթեկային փաստաթղթերում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ։ Քուքը հերքել է մեղադրանքները եւ դատական հայց է ներկայացրել պաշտոնը պահելու համար։ Վաշինգտոնում դաշնային պահուստի կենտրոնակայանում գտնվող երկու պատմական շենքերի վերանորոգման ծրագիրը զգալիորեն գերազանցում է իհարկե նախանշված բյուջեն։ Դրա պատճառների թվում նշվում են սպասվածից բարձր ծախսերը, նախագծային փոփոխությունների եւ վտանգավոր նյութերի անսպասելի հայտնաբերումը։ Թրամփը մեղադրել է Փաուելին վատ կառավարման մեջ եւ ակնարկել խարդախության մասին, առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Փաուելը հերքել է մեղադրանքները եւ պաշտպանել վտանգավոր նյութերի հեռացման անհրաժեշտությունը։ Արդարադատության նախարարությունը ըստ հաղորդումների պատրաստվում է Փաուելին մեղադրանք առաջադրել կոնգրեսին ստելու համար, կապված նրա հունիսյան ցուցմունքի հետ Սենատի բանկային հանձնաժողովում։ Թրամփի քայլերը դժգոհություն են առաջացրել նաև որոշ հանրապետականների շրջանում։ Օրինակ սենատոր Թոմ Թիլիսը հայտարարել է, որ քննության ընթացքում դեմ կքվեարկի դաշնային պահուստի բոլոր ապագա թեկնածուներին։ Նա անդամակցում է Սենատի բանկային հանձնաժողովին, որտեղ հանրապետականներն ունեն միայն նվազագույն մեծամասնություն։ Այնուամենայնիվ, նախագահի ճնշումը կարող է արդյունք տալ, եթե Փաուելն ու Քուքը հեռացվեն, Թրամփը հնարավորություն կստանա նշանակել երկու շատ կարևոր ղեկավարների։ Այս պահին, սակայն, քիչ սպասումներ կան, որ դաշնային պահուստը կհամաձայնի լրացուցիչ տոկոսադրույքների կրճատման ամսվա վերջում նախատեսված նիստում։ Վերլուծաբանների խոսքով քաղաքականացված դաշնային պահուստը կունենա ավելի սահմանափակ ազատություն տնտեսությունը կառավարելու հարցում, ինչը կարող է բարձրացնել գնաճի ռիսկը եւ թուլացնել դոլարը։ Այնուամենայնիվ, ներդրողները դեռևս խուճապի չեն մատնվում։ ԱՄՆ ֆոնդային շուկաներն այս շաբաթ ընդհանուր կայուն են եւ կանխատեսում են, որ դաշնային պահուստը կպահպանի դիրքորոշումը մինչեւ Փաուելի պաշտոնավարման ավարտը, դա մայիս ամիսն է։ Եվ
Թվերով էլ խոսենք, Դոնալդ Թրամփի տոկոսադրույքների պահանջից մինչև հայտնի բրենդի սնանկացում։ Այսօր ուրբաթ է եւ շաբաթը կարող ենք ամփոփել թվերով։ 10%։ Սա այն առավելագույն տոկոսադրույքն է, որը Միացյալ Նահանգների նախագահը պահանջում է սահմանել վարկային քարտերի համար։ Նա հայտարարել է, որ հունվարի 20-ից վարկային քարտեր տրամադրող ընկերությունները պետք է համապատասխանեն այդ սահմանափակմանը։ Թրամփի խոսքով որոշ վարկային քարտերի տոկոսադրույքները հասնում են գրեթե 30%-ի, իսկ շատ մարդիկ անգամ չեն գիտակցում, թե որքան բարձր տոկոս են վճարում։ Իրավական եւ ֆինանսական փորձագետները սակայն նշում են, որ նման քայլը ուժի մեջ մտնելու համար պահանջում է կոնգրեսի կողմից օրենսդրություն։ 25% սա այն մաքսատուրքն է, որը Թրամփը սահմանել է որոշ արհեստական բանականության չիպերի վրա ազգային անվտանգության նոր հրամանագրի շրջանակում։ Մաքսատուրքի տակ են հայտնվել Nvidia-ի H200 մոդելի չիպերը, ինչպես նաև AMD-ի մրցակից կիսահաղորդիչներից որոշները։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Միացյալ Նահանգները չափազանց կախված է օտարերկրյա մատակարարման շղթաներից, ինչը դիտարկվում է որպես ազգային անվտանգության ռիսկ։ 35% այսքանով է աճել TSMC ընկերության շահույթը 4-րդ եռամսյակում։ Թայվանական չիպ արտադրող հսկայի համար արհեստական բանականության բումը դեռևս չի դանդաղել։ Հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը հասել է 16 միլիարդ դոլարի։ TSMC-ն կանխատեսել է շարունակական աճ նաև այս տարի ու հայտնել, որ աշխատում է Միացյալ Նահանգներում նոր արտադրական հզորությունների ստեղծման ուղղությամբ։ Ընկերությունը, որի խոշոր հաճախորդների թվում են Nvidia-ն եւ Apple-ը, անցած տարի հայտարարել էր ԱՄՆ-ում 100 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ծրագրի մասին։ 400 միլիոն դոլար, այսքան փրկարար ֆինանսավորում է ապահովել Saks Global-ը։ ԱՄՆ դատարանը հաստատել է այդ գումարի տրամադրումը շքեղ մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությանը։ Saks-ը շաբաթվա սկզբին հայտարարել էր սնանկության մասին, ունենալով մոտ 3,4 միլիարդ դոլարի պարտք։ 1,2 տրիլիոն դոլար, սա Չինաստանի նախորդ տարվա ռեկորդային առևտրային ավելցուկն է։ Պեկինը փորձել է նվազեցնել կախվածությունը Միացյալ Նահանգների շուկայից, ընդլայնելով առևտուրը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Հարավարևելյան Ասիայի հետ։ Այս ռազմավարությունը արդյունք է տվել։ Արտահանումները ոչ ամերիկյան շուկաներ կտրուկ աճել են, ինչը օգնել է Չինաստանի տնտեսությանը դիմակայել Միացյալ Նահանգների մաքսատուրքերին եւ Վաշինգտոնի հետ առևտրային լարվածությանը։ Դե ինչ այս ժամի համար այսքանը, մեր հաջորդ թողարկումը երեկոյան է, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։